Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ։ Նորից թե 5 շաբթին է։ Ես Մարիամ Հովհաննիսյան, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համայնքային զարգացման ղեկավարը։ Հիշեցնեմ, որ թե 5 շաբթիները իրականացվում են ԱՏԶՄ-ի եւ գործարար ալիքի համատեղ ուժերով։ Եվ այսօրվա իմ հյուրն է Plug and Play ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սոնա Գրիգորյանը։ Ողջույն։ Plug and Play-ը ստեղծվել է Սիլիկոնյան հովտում 60-ից ավել երկրներում ներկայացություն կա եւ արդեն վերջին 1 տարում նաեւ Հայաստանում եւ դուք արդեն ղեկավարում եք հայաստանյան գրասենյակը։ Կուզեի մի փոքր բարձաբանեիք ինչ ասել է Plug and Play եւ ինչ նպատակ ունի։ Շնորհակալություն հրավերի համար, Մարիամ ջան, շատ հաճելի է այստեղ գտնվել։ Plug and Play-ին միացել եմ 1 ամիս առաջ մոտ, բայց պիտի ասեմ, որ այս կազմակերպությունը շատ արագ տեմպով գործող կազմակերպություն է, այնպես որ նույնիսկ մի ամիս այն աշճան խտացված էր, որ արդեն բավական երկար ժամանակ է ինձ համար։ Իսկ Հայաստանում արդեն 1 տարուց ավելի է ինչ գործում է Plug and Play-ը։ Սկսեմ սկզբից, ստեղծման պատմությունը բավական հետաքրքիր է Plug and Play-ի ու նաև ցույց է տալիս թե ինովացիան աշխարհում ինչպես է տեղի ունենում։ Այսօր Plug and Play-ը համարվում է աշխարհում համար 1 նորարարական պլատֆորմա, թե դա ինչ է եւս մի փոքր կբացատրեմ եւ իրոք ճիշտ է 60-ից ավելի երկրներում գործում է արդեն, բայց սկսվել է պատմությունը 70-ականների վերջին, երբ Պարսկաստանից մեր հիմնադիրը Սաիդ Ամիդին ուղղակի գաղթել է Ամերիկա, լինելով բիզնեսմեն, այն ժամանակ չընդունված Իրանում, ցավոք այսօր էլ Իրանում կարծես դեռ ամեն հանգիստ չի, եւ այնտեղ ուղղակի բիզնեսը շարունակելու տարբեր մտքեր քննարկելու ընթացքում նաեւ որոշել է անշարժ գույքում ներդրում անել եւ այդ անշարժ գույքը վարձով տալ այն ժամանակ դեռ գումար չունեցող բացարձակ եւ անհայտ մարդկանց, որոնք ունեին Google անվանումը, Dropbox, PayPal եւ այլ նմանատիպ կազմակերպությունների վարձակալության փոխարեն ներդրում կատարելով նրանց կապիտալի մեջ։ Եւ այդպիսով ստեղծել է նոր մոդել իր համար, որը անշարժ գույքը կապիտալի դիմաց հասկանալով թե նորարարությունը ինչ հսկայական աճ կարող է ապահովել որպես ներդրումային ոլորտ, ստեղծվել է Plug and Play-ը։ Եվ ինքը այսպես հենց playground-ը բոլոր մեզ, աշխատակիցներից համար ստեղծարար լինել, նորարարություն անել ու հասկանալ թե յուրաքանչյուր այդ 60-ից ավելի երկրում ինչ սեփական մոդելը կարող ենք ընդունել զարգացման համար։ Ընդհանուր առմամբ 3 հիմնական սյուն ունի Plug and Play-ը գործունեության։ Հայաստանում որպես ծրագիր ենք գործում, ինկուբացիոն, ակսելերացիոն ծրագրեր ենք անելու, դրա մասին եւս ավելի մանրամասն խոսեմ, թե ինչ է դա նշանակում, շատերիս համար է դա նոր, թեպետ տեխնոլոգիական համայնքի համար շատ ընդունելի ֆորմատ ու աշխատանքային ձև է, բայց դա Plug and Play-ը ընդհանրապես մեկ աշխատանքային ուղղությունն է։ Plug and Play երկրորդ շատ մեծ աշխատանքային ուղղությունը դա անգլերենով պիտի ասեմ Open Innovation Services է կոչվում, այսինքն բաց նորարարություն, հա։ Սա այն աշխատանքն է, որ տանում են կորպորացիաների հետ, մեծ կազմակերպությունների հետ, եւ այսօր աշխարհում արդեն նորարարությունը էլ միայն ներքին ընկերության ներքին գործը չի համարվում, այսինքն եթե դու ուզում ես նորարար լինել եւ առաջ գնալ, ոչ թե տեղում դոփել, պետք է սկսես նորարարությունը տալ դուրս, արտապատվիրել նաեւ ստարտափներին։ Plug and Play այս առումով դառնում է միացող օղակը կորպորացիաների եւ ստարտափների միջեւ։ Այսինքն մենք ունենք շատ լավ կապեր աշխարհում եւ կորպորացիաների միջեւ եւ ունենք ստարտափների հսկայական բազա, այս երկուսի միջեւ կապ ստեղծել եւ ճիշտ ձևով օգնել ստարտափներին լուծել կորպորացիաների առջև կայացած այդ նորարարական խնդիրները, հետազոտական խնդիրները, որը իսկապես ասենք կորպորացիաները միշտ չէ, որ ներքին իրենց խմբերով կարողանում են լուծել։ Կարող եմ մի օրինակ բերել, ասենք Roche կամ Pfizer առողջապահական ոլորտից բերեմ, մոտ 20 մեր միջոցով 20 ստարտափի մեջ են ներդրում արել եւ լուծել 100-ից ավել փայլոտային խնդիրներ։ Սա երկրորդ սյունն է, որով գործում է Plug and Play-ը, իսկ երրորդ ուղղությունը գործունեության վենչուրային ներդրումներն են։ Plug and Play-ը ակտիվ դեռ շարունակում է ներդրում անել, այսօր թեպետ այդ անշարժ գույք եւ կապիտալի փոխանակումը չի կատարվում, բայց ներդրումներ խոստումնային ստարտափներում շատ են կատարվում։ Դրանք սովորաբար վաղ ոլորտի ստարտափներում են ավելի, այսպես կոչված seed stage ոչ շատ հասուն ստարտափներում, որոնցից 34-ը այսօր դարձել է միաեղջյուր ու միայն անցյալ տարի մոտ 250 ներդրում ա կատարվել, այսինքն գրեթե ամեն աշխատանքային օր աշխարհի տարբեր երկրներով սփռված մեր վենչուրային մասնակիցները արել են մեկական ներդրում։ Արդյոք այդ ընկերությունների մեջ կան նաև հայկական ընկերություններ, որոնց մեջ ներդրում արել հենց ուղղակի։
Այո, այսօր մենք արդեն ունենք երկու այդպիսի ընկերություն, որոնց մեջ plug and play ներդրում է արել, մեկը իդեպ ծրագրի շրջանակներում, Roadmap ընկերությունը, որը մասնակցեց մեր առաջին ծրագրին, հիմա նաև հետ կգամ ծրագրի մասին պատմելու, թե ինչ են կարել Հայաստանում, իսկ ընկերություններից մյուսը Super Annotate-ի մեջ ներդրումը կատարվել է դեռ շատ ավելի վաղ, մի քանի տարի առաջ, երբ plug and play-ը Հայաստանում դեռ ներկայություն չուներ, եւ այստեղ եկավ մեր հայկական ստարտափների ամերիկյան կապերը, որը շատ բնականաբար մեր էկոհամակարգի համար շատ կարևոր դեր ունենում։ Ինչու պատմեցի այս ամբողջ գործունեության ոնց որ ուղղությունները, որովհետև ծրագիրը իրականացնելով Հայաստանում մենք ոչ միայն տալիս ենք ակսելերացիոն այդ հնարավորությունը, այսինքն եթե մեկ բառով էլ սահմանեմ թե ակսելերացիան կամ ինկուբացիան ինչ է, հա, խտացնում ենք ստարտափների աճը, այն աճը, որ օրգանական տեմպով տեղի կունենար, ենթադրենք մի քանի տարվա ընթացքում մենք խտացնում ենք մի քանի ամսվա ընթացքում։ Սա ինչ ձևով։ Սա ֆիզիկապես նշանակում է մենթորների հետ աշխատանք եւ հենց ֆիզիկական ներկայությամբ մենթորների, որը եւս նորություն է, այս ինտենսիվությամբ ունենալ դրսից եկող մենթորներ, որոնք այստեղ նստում են եւ դեմարդեմ աշխատում են ստարտափերի հետ։ Բնականաբար COVID-ից հետո մենք այդ Zoom call-երը բան դարձան շատ ավելի հասանելի դարձրեցին այնպիսի մենթորներ, որոնք գալ հասնել չեն կարող, բայց հավատացեք շատ մեծ է այդ արդյունավետությունը, երբ անձամբ ու դեմարդեմ աշխատանքը։ Իսկ մենթորները ովքեր են, այլ ընկերությունների աշխատակիցներ են, հիմնադիրներ են։ Այս ընթացքում ունեցել են 45-ից ավելի մենթորներ, որոնք աշխատել են մեր ստարտափային ընկերությունների հետ եւ իրենք բազմազան ոլորտներից են։ Սա կազմվում է ըստ ծրագրի փուլերի, ինկուբացիոն կամ ակսելերացիոն ծրագրերն ունեն իրենց տրամաբանությունը ինչպես կառուցվել, այսինքն աշխատանք դա կլինի MVP-ի վրա, հա, ինչպես պրոդուկտը ձևավորել, ինչպես դա շուկա հասցնել, այդ ֆիթը գտնել, հա, պահանջարկը հասկանալ եւ այլն։ Հայերեն տերմինաբանությունը միշտ շատ բարդ է ստացվում, այսպես ուղիղ թարգմանություններ եմ անում, եւ ըստ թեմատիկ ոլորտների մենք ունեցել ենք հենց այդ ոլորտում խորացած փորձառություն ունեցող մենթորներ, եւ շատ ծրված ու բազմազան փորձառությամբ են մենթորները, շատ հաճախ նույնիսկ ստարտափեր ունենք, որ ասում էին, որ մի մենթոր մի բան է ասում, մյուսը մի բան է ասում, այո, դա էլ է պատահում, որովհետեւ այս աշխարհում բազմակարծությունը դեռ կա։ Եվ այդքան ինտենսիվ աշխատանքի հենց հիմնական նպատակը դա է, որ ստարտափերը սկսեն հասկանալ իրենց համար կարևոր ուղղությունը վերցնել եւ այդ ամբողջ խորհրդի մեջ աղմուկը հեռացնեն եւ ստանան բազմակողմանի, հա, մոտեցումներ ստանան, որպեսզի այո, որովհետեւ ներդրողները եւս բազմակողմանի կարծիքներ ունեն, ինչ որ մի ստարտափային մոդել մի ներդրողի համար կարող է լինել շատ հետաքրքիր, իսկ մյուսի համար լինել ընդհանրապես ինչ որ ոչ հետաքրքիր ինչ-որ մի պրոյեկտ։ Շատ կարևոր մի հանգամանք նշեմ, Plug and Play Հայաստանը այսօր գործում է վտա նախարարության ջանքերի շնորհիվ եւ իրենց աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ միասին բնականաբար շատ ավելի արդյունավետ կերպով ենք կարողանում լուծել մեր առջև դրված խնդիրները։ Ինչպես արդեն նշեցի, մոտ 1 տարի առաջ ենք սկսել գործունեությունը Հայաստանում եւ հենց վտա նախարարության նախաձեռնությամբ սկսվեց առաջին պիլոտային ծրագիրը, որտեղ հավաքվեցին մոտավորապես 20 ստարտափ ընկերություններ շատ տարբեր ոլորտներից, սովորաբար Plug and Play-ը թեպետ ունի ուղղվածություններ ծրագրերի, բայց Հայաստանում մենք չունենք կոնկրետ ուղղվածություն, այսինքն ընդհանուր տեխնոլոգիական արագ զարգացման պոտենցիալով բոլոր ընկերություններին։ Շատ էին դիմորդները։ Դիմորդները բավականին շատ էին։ Առաջին դեպքում առաջին պիլոտային ծրագրին կարծեմ ավելի շատ են եղել, կոնկրետ թիվը կհիշեմ երկրորդինը, որտեղ 100-ից ավելի ընկերություն է դիմել, երբ արդեն ավելի շատ էր Plug and Play-ի մասին տեղեկացվածությունը, եւ երկրորդ ծրագիրն արդեն ինկուբացիոն ծրագիր էր։ Ինկուբացիոն ծրագրերն ուղղված են ավելի Ինչ տարբերություն ինկուբացիոն եւ ակսելերացիոն ծրագրերի միջեւ։ Ինկուբացիոն ծրագրերի տրամաբանությունը ակսելերացիոն ծրագրերից տարբերվում է միայն ստարտափների զարգացման փուլի հետ կապված, այսինքն ինկուբացիային մասնակցում են ավելի վաղ փուլում գտնվող ստարտափերը եւ իրենց հետ դեմարդեմ այդ անհատական աշխատանքը մենթորներն անում են հաշվի առնելով իրենց զարգացման փուլը, այսինքն եթե միտք ունի որևէ մեկը ուղղակի գաղափար ունի, ինքը պետք է գա ինկուբացիոն ծրագրին մասնակցի, իրեն հետ կաշխատեն, կհասկանան գաղափարը ընդհանրապես շուկայում կիրացվի թե ոչ, հա, այդ ձևով այդ տրամաբանության մեջ Մոտավորապես այդպես, միայն գաղափարը իհարկե միշտ քիչ է, Հայաստանում քիչ շատ են մտածում, այսպեսի լավ միտք ունեմ, միշտ ծրագրեր կասեք, դիմենք, սա դրա մասին չի խոսքը, իհարկե պիտի լինի ձևավորված թիմ,
գոնե MVP կոչվածի, այսինքն product-ի հետ նախատիպի հետ կապված գոնե արդեն մտքերը լինեն, թեպետ ինկուբացիայում շատ ավելի մեղմ ենք վերաբերվում այդ պահանջներին եւ ընթացքում միասին ենք աշխատում product-ի նախատիպը մշակելու ուղղությամբ, հա, բայց միայն միտքը միշտ քիչ է, որովհետեւ այսպես մտքեր շատ-շատերն ունեն, բայց դժվարը դրա իրագործումն է, միշտ կրկնում ենք, որ միտքը շատերն են վախենում, որ իմ միտքը կգողանա, գաղափարս կգողանան, բայց ուզում եմ հիմա այստեղ էլի առիթից օգտվելով շեշտել, որ գաղափարը ինքնով իրենով արժեք չունի, իր գործումն է, ու ստարտափ աշխարհում դա բոլորը գիտեն եւ ներդրողները գիտեն։ Դրա համար ներդրում անելուց սովորաբար առաջին հերթին նայում են ու գնահատում են այն թիմին, որը պատրաստ է ու ունի այդ ռեսուրսը, որ գաղափարը իրագործի, որտեղ իսկապես իրագործման մեջ է դժվարությունը։ Մենթորների աշխատանքը մոտավորապես 3-4 ամիս տևողությամբ է լինում, օրինակ ինկուբացիոն ծրագիրը մեր որ վերջերս ուրեմն ավարտվեց, տևեց 4 ամիս, որի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ 3 օր ամեն շաբաթ անհատական հանդիպումներ բոլոր ստարտափների հետ, 3-ական մենթոր։ Սա այն է, իսկ միայն մենթորային ձևով է, թե նաև դասընթացային բան կա, որ ձևաչափ, որ բոլորը իրար հետ կարողանում են ինչ-որ անցնել ծրագրով։ Օրը ենք դասընթացով, դասընթացը տևում է դինամիկ, ինչ-որ շատ ու ոչ շատ երկար դասի տեսքով, workshop ասվածով, հա, եւ հետո արդեն գնում ենք անհատական հանդիպումների, որտեղ անկեղծորեն իհարկե դասընթացը հետաքրքիր է լսելը, բայց դասընթացը արժեքը չի, այլ անհատական աշխատանքն է, որ յուրաքանչյուրի խնդիրները հասկանալ, եւ մեր մենթորներն այնքան ներգրաված էին այդ աշխատանքում, մենք նույնիսկ երկու դեպք ունենք, որ մենթորը ինքն է որպես հրեշտակ ներդրում կատարել ստարտափի մեջ, ինչը շատ հետաքրքիր նշանակում է, շատ նու բացի այդ նաեւ միասին գնալ ճանապարհ են ինչ որ անցնում, այսինքն այդ անհատական կապը ստեղծել, անձնական կապը ստեղծել մենթորների հետ եւս շատ կարեւոր է ստարտափերի համար, ու իրանք հետո կյանքում եւս մեր դեռ կյանքը 1 տարի է շարունակվում, բայց հուսով ենք ապագայում եւս այդ կապը շարունակվում է, մարդիկ նաեւ անձնական մակարդակով ստեղծում են այդ կապերը, ինչը կարեւոր է։ Սա ինչ վերաբերվում է ծրագրին, այսինքն այն ընթացքին, ինչ անցնում ենք բոլոր ստարտափերի հետ, բայց սրան զուգահեռ ունենք շատ ավելի մեծ արժեք, որը plug and play-ը բերում է Հայաստան, դա մեր բոլոր ստարտափները, ովքեր Հայաստանից կլինեն, կամ մեր 60 այլ երկրներից ցանկացածից, հա, մուտք են գործում plug and play ծրագրեր, իրենք դառնում են մեր հսկայական բազայի անդամ, այսպես կոչված, դա կոչվում է playbook, մեր ներքին ստարտափների բազանա, որը արդեն նշանակում է կապ չունի, դու աշխարհագրորեն սահմանափակված չես, եւ երբ պատմում ես, որ կորպորացիաները օրինակ ինչ-որ խնդրով մոտենում են plug and play-ին, ապա հենց այս բազան ենք գնում այդ խնդրի լուծման համար հարմար ստարտափներ գտնելու եւ կորպորացիաների հետ կապելու համար։ Այսինքն plug and play բացի ծրագրից, բացի այդ հասունացման ու նաեւ pitching-ի ու VC-ների հետ կապ ստեղծելու, հա, ներդրում բերելու այդ բոլոր կապային հնարավորությունները տալուց, նաև այս հնարավորությունն է տալիս մեր լոկալ ստարտափներին, որոնց իրենք աշխատում են ռեալ խնդրի վրա, հա, այսինքն կարող են նույնիսկ թիմ ձևավորվել, որը կաշխատի այն խնդրի վրա, որը եկել է հենց կորպորացիայից, ճիշտ եմ հասկանում, թե մոտայպես Հա, ճիշտ եք հասկանում, բայց թիմ ձևավորելու մասին չի խոսքը, այսինքն թիմը արդեն ստարտափն ունի, ու եթե իր այն խնդիրը, որի վրա ինքը աշխատում է, օրինակ ինքը այսպես կոչված drug discovery-ով ասպաղում, մոլեկուլները բացահայտում դեղերի համար, հա, մենք ունենք այդպիսի շատ հետաքրքիր խոստումնալի ստարտափ, իսկ մեզ մոտենում է որևէ մի ֆարմա ընկերություն ու ինչ որ խնդիր է դնում, ապա մենք անպայման կփորձենք կապել, հա, այս երկու ընկերությունները միմյանց, որովհետեւ մեր ստարտափը կարողանա pitch անել կորպորացիայի առաջ, ցույց տալ իր արած աշխատանքը ու միգուցե արդեն այն խնդիրը, որը դնում է կորպորացիան, որը կարող է մի փոքր այլ լինել, ստարտափը ինքը կգնահատի հնարավորություն ունի դա լուծել թե չէ։ Pivot կանի, հա, ըստ հնարավորության։ Pivot կանի կամ ինչ որ մեկ այլ նոր ուղղության pilot կանի, հա, մեկ այլ անգլերեն տերմին օգտագործեմ, շատ հաճախ կորպորացիաները այսպիսի ստարտափներում իրանք ներդրում են անում, եւ դա դառնում է արդեն շատ ավելի երկար կյանքի ճանապարհ երկուսի համար, որովհետեւ ստարտափի համար դժվարությունն ինչ է, շուկա գտնելը, որպեսզի իր product-ը օգտագործեն շատ ավելի հաճախ ներդրում գտնելուց ավելի դժվար շուկա գտնելու խնդիրն է, այսինքն ներդրում անում են այն ընկերությունների մեջ, ովքեր կարող են այդ ֆիթը շուկայի հետ, արկա պահանջարկի հետ տրամադրել,
կամ ստեղծել, իսկ այստեղ հստակ, հա, դու արդեն բերում ես պատվիրատուի հետ կապի։ Ու ես ունենք նման փորձ հայկական ընկերությունների, բացի ցավոք դեռ չունենք, ունենք այլ հաջողության պատմություններ իհարկե, այսինքն մենք ունենք շատ ընկերություններ, որոնք մեր հետ անցած ճանապարհի շնորհիվ իրենց առաջին վճարող հաճախորդին են ձեռք բերել, մոդել են փոխել, ունենք ընկերություններ, ովքեր pivot են արել, հասկացել են, որ հա պետքա փոխեն, այսպիսի ճանապարհներ շատ ունենք, բայց կորպորացիաների հետ աշխատանքի մասով դեռ ունենք ճանապարհ անցնելու, կարծում եմ խնդիրները, որոնք լուծում են մեր ստարտափները, դեռ մի փոքր ավելի կամ այն ստարտափները, որոնց հետ մենք ենք աշխատել դեռ, որովհետև իհարկե էկոհամակարգը բազմաշերտ է Հայաստանում, բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ կունենանք նաև այսպիսի պատմություններ, այսինքն կլինեն այսպիսի բարդ խնդիրների լուծում առաջարկող ստարտափներ մեզ մոտ, որոնք հետաքրքիր կլինեն միջազգային շուկայում եւ մրցունակ կլինեն այդպիսի ընկերությունների հետ կապ հաստատելու համար։ Վերջերս հենց ձեր մեծ դեմո դեյն էր, հա, այսպես ասած 20 մոտավորապես 19-20 ընկերություն այդ pitching session-ներ անում ու հետաքրքրական էր այդ ամբողջ բազմազանությունը, հա, բաների, product-ների ու գաղափարների ու դուք նաև հայտարարեցիք, որ երրորդ փուլն եք սկսում։ Մի քիչ կնկարագրեք ինչ է այդ երրորդ փուլը եւ ովքեր կարող են մասնակցել։ Demo day-ը իսկապես վերջերս էր ու plug and play-ը նաև այսպիսի նոր մշակույթ է բերում Հայաստան, շատ հաճախ այսպիսի միջոցառումներ անելով ու մի քիչ ամերիկյան այդ արագ ֆան, հա, հետաքրքիր կոմպոնենտը շատ դինամիկ երեկո էր։ Հա, դա էլ շատ կարևոր է, որովհետև իսկապես այդ networking-ի արդյունքում, այդ ներկայացումների արդյունքում ստեղծվում են շատ հետաքրքիր նոր կապեր, որը եւս էկոհամակարգի այսպես որոշակի ակտիվացում է բերում, բացի այն, որ տեղում ներկային մոտ 300 հյուրեր, ովքեր իսկապես սկզբից մինչև վերջ մնացին եւ մենք հետո ունեցանք շատ հետաքրքիր նաեւ networking-ային զրույցներ, ասենց իսկապես տեսնում ես թե ինչպես է էկոհամակարգը ակտիվանում է հենց այդ պահերին ու կապեր են ստեղծվում, դա մեծ հնարավորություն է մեր ստարտափների համար, ովքեր այլ պարագայում այդպիսի լսարանի համար pitch անելու հնարավորություն չէին ունենա եւ բացի այն նշան, որ 300 ներկա հյուրերը կային, նաեւ հեռարձակվում էր, ուղիղ հեռարձակում կար, որին հասանելիություն ունեին այն վենչուրային հիմնադրամներից ներդրողներ դրսից, ովքեր հետաքրքրություն էին հայտնել, բայց ներկա գտնվել ֆիզիկապես չէին կարող, նաեւ YouTube-ում այժմ հեռարձակման հղումը կա, հա, կարող ենք դիտել կա, այո, այնպես որ ով բաց է թողել, մեծ սիրով առաջարկում եմ դիտել, այսպիսի միջոցառումներ պիտի հաճախ անենք, այսինքն սրանք ցած բարբերականությունը այսպիսին է, ծրագրի սկիզբ եւ ավարտ, մենք միշտ միջոցառում ենք սկսում եւ ավարտում, բնականաբար ավարտի միջոցառումը շատ ավելի հետաքրքիր է, որտեղ ստարտափերն արդեն ճանապարհ են անցել եւ պատրաստ են ներկայացնել իրենց մի փոքր ավելի հասուն կերպով, իսկ սկզբում պարզապես անուններ ենք ներկայացնելու, թե ովքեր են անցել եւ ունենալու ենք քննարկումներ։ Երրորդ խմբի հայտարարությունը բաց է եւ վերջնաժամկետը մարտի 23-ն է։ Շատ կխնդրեմ, որ տարածենք այս հնարավորինս շատ, որովհետեւ ինչքան բարձր լինի մեր ստարտափների որակը, բնականաբար այնքան իրենց հետ աշխատանքն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կլինի։ Ովքեր կարող են դիմել կարող են, սա պրեաքսելերացիոն ծրագիր է, հա, տրամաբանությունը այսպեսին է, ինկուբացիոն ծրագրեր, պրեաքսելերացիոն ծրագրեր եւ աքսելերացիոն ծրագրեր։ Աքսելերացիոն ծրագրերին գալիս են ավելի հասուն ընկերություններ, որոնք արդեն ունեն որոշակի եկամուտ նույնիսկ, հա, իսկ ինկուբացիային արդեն խոսեցինք, որ ավելի վաղ միայն դեռ պրոդուկտի նախատիպի մասին, հա, մտքեր ունեցող ընկերություններ։ Պրեաքսելերացիոն այն միջին մակարդակն է փուլային առումով, որտեղ անպայման պետք է ունենալ պրոդուկտի այդ նախատիպը MVP կոչեցյալը որոշակի վաճառքներ երևի արդեն որոշակի վաճառքների առավելություն է իհարկե, բայց դա պարտադիր պայման չէ։ Թիմը պիտի ձևավորված լինի եւ ստարտափը հստակ արդեն ունենա իր զարգացման տեսլական, հա, իր մտքում գոնե, որը իհարկե մենք ընթացքում շատ մեծ հարցադրումներ ենք դնելու, այսպես challenge ենք անելու եւ աշխատելու ենք միասին, բայց որոշ առումով այո, այս պահին մենք փնտրում ենք ինկուբացիայի շատ ավելի զարգացած ստարտափների, որոնք շատ մենք ասում ենք քաջան,
պատրաստ են աշխատելու, պատրաստ են նվիրելու պրեակսելերացիան լինելու 3 ամիս տևողությամբ եւ 3 ամսվա ընթացքում պիտի պատրաստ լինեն շաբաթական 3 օր ինտենսիվ գալ աշխատել մեզ մոտ, մենք նաև տարածք ենք տրամադրում իրենց մնալ աշխատելու, այդտեղ են շատ հետաքրքիր մի հարթակում բոլորը աշխատում են եւ սովորում են, այսպես ասած։ Միշտ չի ցավոք սրտի, ինկուբացիայի ընթացքում տեսանք շատերին, ովքեր հիմնական աշխատանք ունեին, հա, ինչ-որ զուգակցում էին, պրեակսելերացիայի դեպքում կարծում դա արդեն գրեթե անհնար է, որովհետեւ շատ ավելի մեծ ուշադրություն ու աշխատանք է պահանջում։ Մի կարևոր հանգամանք էլ կուզենայի նշել, շատ մեծ ցանկություն կա նաև Սփյուռքի շրջանում մեր հիմնադիրների մեջ տարածել այս տեղեկատվությունը, եթե ինչ-որ մարդիկ կլինեն, որ կուզենան տեղափոխվել ու Հայաստանում աշխատել իրենց ստարտափի վրա, մենք մեծ սիրով իրանց կընդգրկենք մեզ մոտ, ճիշտ է ֆիզիկական ներկայությունը այստեղ պարտադիր է, այնպես հեշտ չի լինի այնտեղ գտնվելով մասնակցել ծրագրին, բայց կարծում սա մեծ դինամիկա կարող է հաղորդել։ Հիմնականում շարժումը հակառակն է իհարկե տեղի ունենում, թեպետ այս վերջերս ինչքան էլ plug and play իմ դրսի ընկերների հետ զրուցում ենք ու Հայաստանի երկու համակարգն եմ ներկայացնում, բոլոր զրույցների ավարտին ստացվում է, որ մեր այսպես ոսկին Սփյուռքն է, հիմնական ռեսուրսը, ինչը օգնել է մեր երկու համակարգին զարգանալ, Սփյուռքի արկայությունն ու իրենց հետ կապերը հիմա հակառակ հոսքն էլ իհարկե շատ հետաքրքիր կարող է լինել, եթե մենք որոշ ներկայություն նաև Հայաստանում խրախուսենք բոլորին ունենալ, թեկուզ ավելի վաղ շրջանում իհարկե մենք արդեն միաեղջյուրներ ունենք, ովքեր մեր Սփյուռքի ներկայացուցիչների կողմից են հիմնված կամ դրսի հետ որևէ շատ ակտիվ կապ ունեցող հա մարդկանց կողմից։ Ինչպես ենք ռեալիզացնում այդ ներուժը, արդյոք կան մենտորներ Սփյուռքից, որոնք աշխատում են մեր ստարտափների հետ, կամ VC-ներ, իսկն Սփյուռքից դեպի ներս այդ ներգրավվածությունը։ Արդյոք plug and play հենց այդ հարթակը նաև հանդիսանում է դրա համար։ Այդ շատ հետաքրքիր հարց է, դեպ դա ինձ հիշեցնում է նշել, որ բացի ընդհանրապես մեկ ամիս է, որ plug and play արդեն ունի նաև հայկական դեմքեր, հայկական ներկայացվածություն։ Մինչ այս ծրագիրն արել են դրսից լիարժեք դրսի մասնագետները plug and play-ի, այստեղ ժամանակավորապես գալով։ Հիմա մեր արկայությամբ մենք նաև նպատակներից մեկը Սփյուռքի մենթորների բազան բերել ու համակցել այս plug and play-ի ընդհանուր network-ին, սա մեր պլանների մեջ է, որովհետև մինչ այս չի եղել դեպքեր, հիմնականում մենթորները շատ ավելի եվրոպական դեպ էկո համակարգից, որովհետև ավելի մենտալիտետով մի քիչ ավելի մոտ ենք, նաև ֆիզիկապես ավելի մոտ ենք։ Էկո համակարգը շատ մեծ կապեր ունի Ամերիկայի հետ, բնականաբար Միացյալ Նահանգների հետ, եւ այնտեղի տեմպն էլ շատ ավելի արագ է ու այդ կապը բնականաբար մեզ ստիպում է առաջ գնալ եւ արագ մտածել, բայց եվրոպական էկո համակարգը եւս շատ հետաքրքիր է ու պետք չի բաց թողնել ու կարծում մեծ բացահայտում էր մեր շատ ստարտափների համար հասկանալ, որ մեզ մոտ եւս շուկաներ կան։ Ասեմ ավելին, եվրոպականից բացի մենք նաեւ դեպի կենտրոնական Ասիա ենք նույնիսկ ուշադրությունը գրավում մեր ստարտափերի, plug and play ծրագիր ունի նաև Ուզբեկստանում ու Ղազախստանում եւ իրար հետ կապեր ստեղծելը որպես առաջին քայլ ստարտափերի համար շատ հետաքրքիր ու շատ ավելի դյուրին հնարավորություն կարող է լինել։ Հայկական ստարտափները չունեն այն շռայլությունը, որ pilot կամ առաջին փորձարկումը անեն տեղի շուկայում, որտեղ մեր շուկան փոքր է, ժամանակահակ է, հա։ Իսկ ունենալ համատաբար մեզ մոտ Ուզբեկստան, որտեղ կա 35-40 միլիոն բնակչություն ու շատ մեծ շուկա, կարող է լինել այդ փոխարինիչը, որից հետո ԱՄՆ հասնելը ավելի հեշտ կարող է լինել։ Նույնը Եվրոպայի հետ կապված, չնայած այնտեղ իհարկե զարգացման մակարդակով շուկան շատ ավելի բարդ է ու մտնելն էլ բարդ է։ Ու հագեցած է շատ։ Բայց ունենալ այնտեղից մենթորներ, ովքեր կբացահայտեն մեր ընկերությունների համար ու համար շատ ավելի փակ աշխարհ էր Եվրոպան, մենք կարծում ենք շատ նպատակահարմար էր։ Հիմա սրան ավելացնելու կգա նաև իհարկե մեր ԱՄՆ-ից մեծ Սփյուռքի, որոնք պատրաստական են այդպիսի մենթորների գտնել, մեր բազայում ավելացնել ու իրենց հետ նաև արդեն plug and play-ի համակարգով աշխատելը, որը կարծում եմ եւս մի շերտ արժեք կավելացնի մեր ծրագրին։ Իսկ քանի որ Հայաստանում կան հենց միաեղջյուր ընկերությունների ներկայացուցիչներ եւ ընդհանուր առմամբ, այսինքն լավ հետաքրքիր մեծ ստարտափ ընկերություններ կան, արդյոք իրենք նույնպես կարող են մենթոր լինել մյուս երկրների ստարտափների համար, այդ հնարավորությունը տալիս է։
Իդեպ այո, որտեղ plug and play-ը շատ այդպես ցանցային մտածելակերպ ունի, այսինքն մեր այդ 60 երկրներից բոլորն էլ գրեթե շատ սերտորեն իրար հետ համագործակցում են հենց այդ առումով, եւ մենք արդեն կարծեմ հենց այս պահին, որ խոսում ենք, Ռուբեն Օսիպյան գտնվում է Ուզբեկստանում որպես մենթոր Ուզբեկստանի ծրագրի համար, ունեցել ենք այլ մենթորներ եւս տարբեր ծրագրերում Հայաստանից ներգրավված ուրիշ երկրների համար։ Այնպես որ սա էլ իր երկրորդային էֆեկտն ունի plug and play-ի գտնվելը Հայաստանում, էկոհամակարգի ինտեգրումը այլ երկրներին աստիճանաբար, թեկուզ այսպիսի փոքր քայլերի միջոցով, բայց կապեր ստեղծվում են շատ տարբեր քայլերից։ Արդյոք plug and play-ը Հայաստանում գործելու է հարատև, թե որոշակի ժամկետներ կան ավարտի հետ կապված։ Շնորհակալություն հարցի համար, ոնց սկզբից նշեցի, plug and play Հայաստանում տվյալ պահին գործում է ԲՏԱ նախարարության հետ պայմանագրի շրջանակներում, որը բնականաբար ժամկետ ունի, պայմանագիրը 3 տարով է գործում եւ հստակ այս ծրագրերի իրագործման շուրջ է պայմանագիրը։ Բայց իհարկե բնականաբար plug and play որպես կազմակերպություն եւ նախարարություն եւս սա խրախուսում է որպես էկոհամակարգի համար ավելի երկարաժամկետ ազդեցություն ունենալու որևէ նպատակ, որպեսզի plug and play Հայաստանում մնա հարատև։ Սրա համար իհարկե պետք է ճշգրտել ու հասկանալ թե ինչպիսի հնարավորություններ կլինեն, դա կարող է լինել աշխատանք տեղի կորպորացիաներին ներգրավվելով, դա կարող է լինել հարաբերություններ տեղի համալսարանների հետ կամ ռեգիոնալ էքսպանսիայի միջոցով Հայաստանը դարձնել որոշակի hub։ Իսկ տարածաշրջանում միայն Հայաստանում է որ ունի գրասենյակ plug and play-ը։ Չէ, տարածաշրջանում շատ տեղերում կան, նաև Վրաստանում իդեպ հարևան վերջերս սկսվեց ծրագիրը, բայց յուրաքանչյուր գրասենյակ իր արդյունավետության մոդելն ունի։ Հայաստանից կարող են էքսպորտարվել տաղանդներ, եթե այսպես ասեմ, հա, այսինքն մոդելը դեռ մտածում ենք ինչպես անել, բայց բնականաբար շատ հետաքրքիր է Արևելյան Եվրոպայի հետ աշխատանքը, ինչի համար Հայաստանը լավ տեղակայում ունի եւ իրենց հետ ծրագրերի իրագործման ակտիվացումը կարող է լինել Հայաստանի դերը։ Բայց բնականաբար շատ մեծ պոտենցիալ հենց Հայաստանում էլ կա, այսինքն կարող ենք աշխատել տեղի կորպորացիաների հետ, մասնավորապես ֆինանսական ընկերությունները շատ զարգացած են Հայաստանում, իսկ plug and play-ի համար fintech-ը համար 1 այն ուղղությունն է, որտեղ ունենք մեծ թվով մասնագետներ եւ դրսից ընկերություններ։ Ուստի sense շատ առաջիկա պլանը դա է աշխատել, հանդիպել դեղի կորպորացիաների հետ ներկայացնել թե ինչ համատեղ հնարավորություններ կան, որպեսզի մի քիչ ավելի հարատև դարձնել plug and play աշխատանքը ու ավելի կայուն դարձնել, ոչ միայն ոնց որ ԲՏԱ նախարարության ուսերին թողնել այդ բեռը։ Իսկ արդյոք plug and play-ը նաև կարող է համագործակցել այլ ինկուբատորների հետ։ Այո, ունեք նման մոդել կամ փորձ։ Դեռ այս ամենը սկիզբ է, քանի որ ոնց արդեն նշեցի, plug and play հայկական թիմը ընդամենը 1 ամիս է ինչ արդեն գործում է, բայց արդեն հանդիպումներ ունեցել ենք ԵՊՀ ղեկավարության հետ օրինակ, հա, եւ պլանավորում ենք այլոց հետ եւս ունենալ, որտեղ գիտեք, ԵՊՀ-ում եւս ինկուբացիոն ծրագիր կա, բայց հասկանալ թե ինչպես կարող ենք համագործակցել։ Մենք ունենք մենթորների մեծ բազա, որոնք գալիս են մեր ծրագրի համար եւ համագործակցել ԵՊՀ ինկուբացիոն ծրագրի հետ, մենք օրինակ շատ կողմ ենք, այլ ինկուբացիոն ծրագրերի եւ այլ ծրագրերի հետ եւս կողմ ենք, կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել, համատեղ ուղղություններ մշակել, հասկանալ թե որտեղա որ պետքա մեր հենց ուշադրությունը սևեռենք, ավելի շատ աշխատանք այդտեղ տանենք, հա, որ թիրախային խմբերն են եւ առհասարակ ունենալ workshop-ներ մեր մենթորների ներգրավվածությամբ հենց ԵՊՀ ինկուբացիոն ծրագրի մասնակիցների համար, բաց ենք համագործակցության համար, դեռ մտմտում ենք ինչ հստակ մոդելներ կան, բայց իրոք սա էլ շատ կարեւոր ուղղվածություն է, կարծում եմ, որը մեծ ազդեցություն կարող է ունենալ էկոհամակարգի ընդհանուր զարգացման համար։ Եվ վերջին հարցս, ինչպես եք տեսնում Հայաստանի տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգը 10 տարի հետո, ինչպիսին կլինի այն։ Հաշվի առնելով, թե որքան մեծ փորձ է բերում իր հետ, plug and play կամ նմանատիպ այլ ծրագրերը, ուր կլինենք մենք։ Բայց շատ հետաքրքիր հարց է, իսկապես շնորհակալ։ Երազանքի հարցը հետաքրքիր հարցերի շուրջ մտածելուց։ Կարող եմ ցանկությունների մակարդակով ասել, ես տեսնում եմ, որ այսօր մեր իրոք ստարտափ համակարգը բավականին դինամիկ ու արագ աճող է։ Ընդհանուր եթե չեմ սխալվում, մեր համախառն ներքին արդյունքի 7%-ն է ստեղծում այս ոլորտը։ Ես կարծում եմ, որ սա մենք չունենք այլ
հումք, ռեսուրսներ, մենք ունենք հետաքրքիր մարդիկ, հետաքրքիր ուղեղներ եւ մենք նաեւ ունենք այդ հետաքրքիր մեգա պրոյեկտները, որոնց մասին այսօր խոսում ենք ու երազում, AI-ի շուրջ արդեն բոլորից հայտնի հա պրոյեկտները, որոնք վստահաբար Հայաստանին կդնեն քարտեզի վրա եւ կլինենք առաջատարներից մեկը։ Սա ինձ վստահություն է ներշնչում երազելու, որ 10 տարի հետո Հայաստանը կլինի իսկապես առաջատար այս ոլորտում։ Թվերով չեմ ուզում երազանքներ ներկայացնել, բայց այն որ կապերը աշխարհի մնացած երկրների հետ կլինեն շատ ավելի ակտիվ եւ կունենանք խոշոր ու հստակ լուրջ խնդիրներ լուծող տեխնոլոգիական հզոր ընկերություններ, սա իսկապես երազանք է, որի շուրջ աշխատում ենք ամեն օր։ Շնորհակալ եմ Սոնա։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի ռադիոդիտողներ եւ ռադիոլսողներ, հիշեցնեմ, դուք լսում կամ դիտում եք Tech համայնք հաղորդաշարը, որը իրականացվում է ԱՏԾՄ եւ Գործարար ալիքի համագործակցության շնորհիվ եւ Tech հինգշաբթվա շրջանակում։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս հինգշաբթի։